հստակ Հայաստանի Հանրապետության քարտեզագրման տրամաբանության մեջ հասկանանք, թե ինչպիսի վտանգավոր օբյեկտներ որտեղ ունենք եւ ցանկացած արտակարգ իրավիճակում կարողանանք հաշվել բոլոր ռիսկերը։ Վարորդական վկայականները եւ հաշվառման վկայագրերը լիարժեք եւ ամբողջովին թվայնացված են եւ ներհանրապետական կտրվածքով օգտագործման համար այլևս ֆիզիկական տարբերակները պարտադիր չեն եւ մեր քաղաքացիները չեն ենթարկվում որևէ վարչական պատասխանատվության։ Մեքենայի առողջարքի գործարքի ամբողջական եւ համալիր թվայնացում ենք ունեցել, Քարմիա Գովայեմ հարթակն է աշխատել եւ ես ուրախ եմ նշելու, որ մենք հարյուրավոր քաղաքացիներ ունենք, ովքեր մեքենայի առողջարքը կազմակերպում են հենց այս հարթակով եւ ուրախությամբ եմ փաստում, որ գոհունակության շատ մեծ ցուցիչ ունենք մեր քաղաքացիներից եկող, ընդհանուր մենք ստացել ենք նաեւ մրցանակ այս աշխատանքի համար Հայաստանի Հանրապետությունում հանրային նորարարության ոլորտի տրամաբանության մեջ։ Վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական եւ գործնական քննությունների համար արտահերթ մասնակցության հնարավորություն ենք նախատեսել մեր քաղաքացիների համար։ Քննական տրանսպորտային միջոցները հագեցվել են նաեւ տեսահասկողական համակարգերով ապահովելու համար բարձր օբյեկտիվություն քննական ամբողջ գործընթացի, տրանսպորտային միջոցների պետական գրանցման հաշվառման գործողության արդյունքում ըստ էության տպագրված փաստաթղթերի եւ հաշվառման համարանիշների նաեւ փոստային առաքման մեթոդ ենք նախատեսել, որը նաև հարմարավետություն է երաշխավորում մեր քաղաքացիների համար։ Տրանսպորտային միջոցների պետհամարանիշների էլեկտրոնային աճուրդի ամբողջական թվայնացում ենք ապահովել, ինչպես նշեցի, քաղաքացիական շնորհման եւ դադարի դիմումները այլևս էլեկտրոնային պլատֆորմով ենք ստանում 2026 թվականի հունվարի 1-ից կայքն ամբողջովին գործարկված է։ Օտարերկրացիների կացության կարգավիճակների թվայնացման գործընթաց ենք նախաձեռնել նույն ազգային ժողովի կողմից նաև ընդունված օրենսդրական փոփոխությունների արդյունքում, որոնք այս ոլորտում էական փոփոխություններ կբերեն, փաստացի բնակության հիմքով հաշվառում ձեռք բերելու եւ այն փոխելու գործընթացը եւս թվայնացված է, Զանգերի կենտրոնը միգրացիա եւ քաղաքացիության ծառայության եւս թվային կառավարմամբ է աշխատում, եւ ես նշեմ, որ հերթագրման համակարգերը նախարարության եւս ամբողջովին թվայնացված են եւ փակել ենք այն էջը, երբ որ հնարավոր էր հանրային ծառայություն ստանալու համար ընդամենը գործարքից 1 օր առաջ ստանալ համապատասխան հաղորդագրություն եւ անհարմարավետ պայմաններում գնալ կամ չգնալ, ինչու ոչ այդ գործարքին։ 25 թվականին ամբողջությամբ ավարտվել է ներքին գործերի նախարարության միասնական կրթահամալիրի ձևավորման աշխատանքները, հարգելի ներկաներ, ես պիտի փաստեմ, որ այս կրթահամալիրի նպատակը միջազգային չափանիշներին համապատասխան եւ մրցունակ կրթության ապահովումն է նախարարության կադրային համակարգի տեսանկյունից կրթահամալիրն այլևս գործում է քաղաքացիական կառավարմամբ եւ կրթահամալիրը ոչ միայն նոր ուսումնական հաստատություն է, այլ նաեւ խորհրդանշում է կրթական մոդելի անցման, որովհետև այստեղ մենք շեշտը դրել ենք ինտերակտիվ կրթության վրա, շեշտը դրված է հոգեբանական եւ տակտիկական պատրաստվածության վրա, մշակութային բազմազանության ընկալման վրա, արագ որոշումների կայացման, հաղորդակցության եւ խնդիրների լուծման վրա։ Մեկ տարվա ընթացքում նախադեպ չունեցող ծավալով վերապատրաստումներ է ապահովել կրթահամալիրը եւ մենք ունենք շուրջ 13000 ծառայող եւ հանրային ծառայողներ այդ թվում, որոնք անցել են վերապատրաստում։ Ձևավորվել է ներքին գործերի նախարարության կազմում միասնական 112 գրասենյակը, որտեղ ամփոփված են ոստիկանական եւ փրկարար ծառայության կանչերը, ստանալով մեկ զանգ միասնական արագ արձագանք տրամաբանության մեջ եւ ուրախ եմ նաեւ նշելու, որ մեր քաղաքացիներն այլևս ստիպված չեն կողմնորոշվելու որ համարով զանգահարեն։ Իրենք կարիք ունեն փրկարարական օժանդակության, թե կարիք ունեն նաեւ ոստիկանական աջակցության եւ այստեղ մեր նշաձողը շատ բարձր է, պիտի նշեմ, որ միջազգային լավագույն ստանդարտն ենք դրել որպես նշաձող, յուրաքանչյուր ահազանգին պետք է պատասխանել 10, իսկ հարցերը տալ ահազանգը վերլուծել եւ ուժերին փոխանցել առավելագույնը 60 վայրկյանի ընթացքում։ Եվ ես ուրախ եմ նաեւ նշելու, որ մի քանի, այսպես ասեմ, արդեն մի ամսվա շուրջ աշխատանքի արդյունքում մենք արձանագրել ենք, որ բավական մոտեցել ենք այս միջազգային ստանդարտին, եւ սա շատ կարեւոր ձեռքբերում է մեր քաղաքացիներին որակյալ սպասարկում տրամադրելու տեսանկյունից։ Նախարարության համակարգում արդեն իսկ ձևավորվել եւ գործում է հանցավորության վիճակագրության եւ հետազոտական կենտրոնը, նպատակ ունենալով իրական ժամանակահատվածում եւ արդի գործիքակազմերով վերլուծել հանցավորության շարժը, կառուցվածքը, ծնող պատճառները, նպաստող պատճառները եւ ըստ այդմ ոլորտի քաղաքականություն մշակողներին տալ հավաստի տեղեկատվություն ապացուցահեն քաղաքականություն վարելու տեսանկյունից։ Հարգելի գործընկերներ, ինչպես նշեցի 2025 թվականի ամփոփ վիճակագրությամբ Հայաստանում կատարված հանցագործությունների եւ դրանցով հարուցված քրեական վարույթներով 2024 թվականի համեմատությամբ արձանագրվել է հանցագործությունների թվի
3,2%-ով նվազում։ Կարևոր է շեշտել, որ առաջին անգամ վիճակագրական պատկերը իրական պատկերն է արտացոլում, այսինքն մենք զտել ենք եւ վեր ենք անել 2025 թվականին կատարված հանցագործությունները, ի տարբերություն նախորդի ժամանակահատվածների, երբ որ օրինակ 2023 թվականի կտրվածքով մենք ունեինք նույնիսկ 2000-ականներին կատարված հանցագործության դեպքերի գրանցում եւ հաշվառում տվյալ տարվա կտրվածքով եւ այսպես շարունակ։ Փաստեմ, որ այս տարվա կտրվածքով զտել ենք եւ 3,2%, երբ որ ես նշում եմ որպես նվազում, զտված 2024-ը համեմատվել է զտված 2025-ի հետ եւ իրական պատկերն է ըստ էության նվազումը։ Ընդ որում հանցագործության բացահայտման ցուցանիշները եւս աճել են եւ կատարողի անձը հայտնի լինելու փուլում եւ հանրային քրեական հետապնդում հարուցելու փուլում, սա եւս կարևոր արձանագրում է։ Եվ հատկանշական է, որ հանցագործությունների բացահայտումը եւս ինքնին կանխարգելիչ նշանակություն ունի եւ էական ցուցանիշ է այս առումով այն, որ 2025 թվականին հաստատված սպանություններով գրանցվել է 0 չբացահայտված դեպք։ Զուգահեռ մենք շարունակելու ենք մեր կենտրոնացումը պահել հանցավորության կանխարգելման բաղադրիչի վրա, որովհետև այստեղ եւս տարբեր դերակատարներով համատեղ ջանքերով անելիք ունենք եւ այս պայծրությամբ վերջնականացման փուլում է գտնվում հանցավորության կանխարգելման նոր ռազմավարությունը, որը առիթ կունենանք նաեւ խորհրդարանական գործընկերների հետ քննարկելու եւ ապա նորմիային ներկայացնելու կառավարության քննարկմանը։ Բայց պարոն Քոչարյան, դուք էլ ձեր խոսքում նշեցիք, որ անվտանգության թեման հատկապես շատ է քննարկվում եւ հատկապես վերջին ժամանակահատվածներում։ Ես ուզում եմ փաստել, որ առհասարակ անվտանգությունը մեզ բոլորին հուզող թեմա է եւ պատահական չէ, որ անվտանգությանը թե արտաքին, թե ներքին անընդհատ մենք անդրադառնում ենք եւ քննարկումներ ենք ծավալում այս ուղղությամբ, բայց ես ուզում եմ հատկապես փաստել, որ հանցավորության վիճակագրությունը վերջին ժամանակահատվածներում հատկապես հաճախ օգտագործվում է որպես քաղաքական մանիպուլյացիայի գործիք, դառնալով նաեւ նախընտրական դեբատի թեմա, սադրելով ներքին անվտանգության կայունությունը։ Ներկայացվում է հանցավորության ուռճացված պատկեր, մինչդեռ իրական անկեղծ մղումներով հաշվարկված եւ մեր քաղաքացիների նկատմամբ հոգատարության վերաբերմունքից ելնելով մենք ներկայացնում ենք թե իրական պատկերը եւ թե նաեւ այն խնդիրները, որոնք որպես պետություն մենք արձանագրել ենք եւ պիտի հետեւողականորեն գնանք դրանց լուծման ճանապարհով։ Իհարկե պատահական չէ, որ այս թեման այս պայծրությամբ քննարկվում է, փորձ է կատարում նաեւ նսեմացնել ոստիկանության եւ առհասարակ ամբողջ իրավապահ համակարգի կողմից կատարված աշխատանքները, բայց կարծում եմ զարմանալի ոչինչ չկա, որովհետև նախընտրական ժամանակահատվածում այս թեմաների հատկապես առավել ընդգծված քննարկումները թե հիբրիդային սպառնալիքների տրամաբանության մեջ են մեզ հայտնի եւ թե նաեւ համաշխարհային պրակտիկային է սա հայտնի, երբ որ տարբեր քաղաքական ուժեր նաեւ այս process-ը դարձնում են որպես քննարկման թեզեր եւ քննարկում են այս հարցը։ Բայց ուզում եմ փաստել այն ինչ որ գրված է կառավարության ծրագրում, այսինքն ինչ հանձնառություն ուներ կառավարությունը։ Ինստիտուցիոնալ փոփոխություններ բերել ոստիկանության համակարգում, ապահովել ոստիկանության գվարդիայի ձևավորումը, ապահովել կանխարգելման նոր գործիքակազմ եւ մենք հոգատարությամբ եւ խնամքով թե նոր արձանագրումներ ենք ունենում եւ թե նաեւ այն խնդիրների լուծման հետևից են գնում, որոնք այս պայծրությամբ ինքներս արձանագրել ենք լինելով ոլորտի ավելի մոտ կանգնած անձին։ Ինստիտուցիոնալ առումով անդրադառնալով հանրային անվտանգության ապահովման գործունեությանը, կառավարության ծրագիրը նպատակ էր հետապնդում 4 հենասյունային ուղղություններով զարգացնել ոստիկանության աշխատանքը եւ ես պիտի փաստեմ, որ 4 հենասյունային ուղղություններն այլևս գործարկված են։ 2025 թվականի նոյեմբերի 1-ին մենք գործարկել ենք վերջին 4-րդ ուղղությունը ոստիկանության գվարդիան եւ այն հասարակական կարգի եւ անվտանգության ապահովման նոր երաշխավորն է Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից տեխնիկայով, արդիականացված կինոլոգիական ծառայություններով եւ որը ամենակարևորն է ուժային միջոցների գործադրման ստանդարտով, որը Հայաստանի Հանրապետությունը իր պատմության մեջ երբեք չի ունեցել։ Գվարդիայի ձևավորումից հետո ստանդարտացվել են տարբեր գործընթացներ եւ նաեւ ուզում եմ նշել, որ մենք հավաք սպասարկողի կերպարի տրանսֆորմացիա ենք ունեցել ընդհանուր ոստիկանի կերպարի, որովհետեւ ոստիկանության գվարդիան ձևավորումից հետո արդեն հարյուրավոր հանցագործության դեպքեր ունի բացահայտված, ինչը չափազանց կարևոր արձանագրում է այս տեսանկյունից։ Հետևողականորեն շարունակվել է պարեկային ծառայության ինստիտուցիոնալ կայացվածությանը վերաբերող մեր աշխատանքները։ Պարեկային ծառայությունը տեղափոխվել է վարչական նոր համալիր, որը ոչ միայն տեխնիկապես նոր համալիր է, այլ նաև մշակութային առումով նոր համալիր է, որտեղ որ կա ծառայության կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր պայմանները, հրաձգարան, լողավազան ունենք հրապարակ, որտեղ որ կարողանում են տարբեր վարժանքներ իրականացնել եւ այսպես շարունակ, նաև մարզասրահ, քաղաքացիների սպասարկման համար հարմարավետ պայմաններ եւ այլն։